սկսած գործը շարունակելու հաստատակամությամբ ու ապագան ավելի լավը դարձնելու պատասխանատվությամբ։ Ընտրապայքարի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության հերթական հանգրվանը Արարատի մարզի մի շարք համայնքներում է։ Մարզի Արարատ գյուղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախարգանքի տուրք է մատուցում հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, իսկ արդեն ընտրողների հետ անկեղծ ու անմիջական զրույցում կոչ է անում լինել միասնական։ Այսօր երկիրը ծառացած է լուրջ խնդիրների առաջ, այդ պատճառով մենք զգում ենք, որ պետք են վճռական փոփոխություններ եւ համարձակ մոտեցումներ եւ մենք պատրաստ ենք դա իրականացնել, հավատացնում է Գագիկ Ծառուկյանը։ Ժողովրդին պետք է փոփոխություն, օժանդակություն, հարկային դաշտում, առօրյայում, աշխատանքում, որ մարդիկ կարողանան իրենց տունը պահեն։ Փոփոխություն է պետք, որ հասկանալով ամեն մեկ իրեն դնի դիմացինի տեղը։ Դիմացինի տեղ այդ մարդը ոնց կարող է ապրել այս կարգավիճակով։ Ուրեմն պայմանը հնարավորությունը պետք թեթևացնել հոգսը, հնարավորություն տա։ Ժողովուրդը պետք է հավատա, հույս կապի, որ նա անպայման կսպասի աշճանաբար օր-օրի նկատելով այդ փոփոխությունը, այդ ուշադրությունը, նա իրան հզոր կզգա, երջանիկ կզգա եւ կզգա, որ ապագան փայլուն է լինելու։ Այցի շրջանակներում ԲՀԿ նախագահը խորհրդանշական այցելություն է կատարում սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հարգանքի տուրք մատուցում սպարապետի հիշատակին։ Ես վախենում եմ մեր հասարակության անտարբերությունից, իր գրառումներից մեկում ասում է սպարապետը։ Արդեն Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն է կոչ անում անտարբեր չլինել իրենց վաղվա օրվա կերտման գործում մեծ նշանակություն ունեցող ընտրությունների ժամանակ։ Դուք ոչ մեկին մի լսեք, ոչ քաղաքապետ, ոչ գյուղապետ, ոչ մարզպետ, այլ ձեր ապագայի տերը դուք եք, դուք պետք է որոշեք։ Ձեզ ոչ մեկը նորից եմ ասում, չի կարող պարտադրել։ Նույնը ես իմ աշխատողների հանդեպ իրավունք չունեմ։ Իմ աշխատողներն են անկախ ամեն ինչից, իմ կոլեկտիվն է, բայց ինքը լիարժեք իրավունք ունի ընտրելու, հույս կապելու նրա հետ, ում հետ իր սիրտը թելադրում է։ Ով ձեր մասին մտածում է, ով հոգ է տանում, նա կօգնել կանգնեք, հույս կապեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Արարատի մարզ քաղաք վերի, մեր հաղթանակը մեր միասնության մեջ է։ Հաղթանակը միասնության մեջ է, դրա համար դուք պետք է միասնական լինեք եւ պետք է ոչ մի պարտադրանքի ու ոչ մեկի չլսեք, այլ լսեք ձեր սրտի թելադրանքը, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջնորդվում է մարդկանց արդյունավետ աշխատանքի գնահատման ու մեծարման սկզբունքով։ Այս մոտեցումն է ընկած մեր աշխատանքի հիմքում։ Ձեր վստահությունը հավատքը մենք չենք կորցնելու։ Պահենք, պահպանենք, փողով պաշտոնի չենք նշանակում, ծանոթ բարեկամով չենք նշանակում։ Ով արդյունավետ չաշխատեց, ժողովրդի հետ շփվեց, չաշխատեց, մատից փուշ չանեց, նա իրավունք չունի աշխատելու։ Թող գնա իրեն գործով զբաղվի։ Ով կարող է դա անել, ժողովրդի հոգսերը հոգա, խնդիրները լուծի, իրեն կողքին լինի։ Ուրեմն նա էլ պետք է աշխատի։ Պետք է ժողովրդի վիճակը լավ լինի, որ պետությունը հզոր լինի։ Այս մասին ԲՀԿ նախագահը հայտարարում է արդեն մարզի Արտաշատ քաղաքում։ Արտագաղթի մեծ ծավալներն ու գործազրկությունը մարդկանց մոտ հիասթափություն են առաջացրել։ Պետք է վերականգնել հավատն ու լավատեսությունը։ Սա է մեր առաջնահերթությունը։ Մարդիկ պետք է տեսնեն դրական փոփոխություններն ու վստահ լինեն, որ իրենց վաղվա օրն ավելի լավն է լինելու։ Ոչ թե որոշ քաղաքական ուժերի պես քաղաքանից դուրս գալուց կոչնչանան, այլ քաղաքականությունից եթե դուրս գամ հանգիստ կապրեմ։ Բայց միայն դրանով չի որոշվելու, ինչ ճիշտ հասկացեք։ Պետք է ամեն մարդ իր ծանոթություն վերցնի, պատասխանատվություն վերցնի, կարողանա ժողովրդի սպասելիքների իրականություն դարձնի, իմանալով ժողովրդի հոգսերը, խնդիրները, խնդիրները։ Ժողովուրդը շատ խաբված է, հիասթափված է։ Ամենակարևորը դու լավ գիտեք, Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է պայքարի ոչ թե իր անձնականի, պաշտոնի գումար կուտակելու, այլ հանուն ապագայի, մեր, ձեր, մեր երկրի, մեր բոլոր երեխաների համար։
Արդեն Մասիսում ԲՀԿ առաջնորդը նշում է, որ ժողովուրդն ուշադրության ու գնահատականի կարիք ունի, իսկ ես մտածում եմ միայն իմ ժողովրդի ապագայի մասին ու անիրատեսական խոստումներ չեմ տալու եւ ձեզ չեմ խաբելու ոչ մի դեպքում։ Այսօր ես ուզում եմ ընդհանուր մեր բոլորի համար լավ լինի, մեր ժողովրդի համար լավ լինի։ Երկիրը ամուր լինելու համար ժողովրդի վիճակը պետք է լավ լինի, ժողովրդի հավատքը պետք է չկորի, ժողովուրդը պետք է իրեն խաբված չզգա, հիասթափված չզգա, այլ զգայո մարդը խոսք ասե, դա իրականություն է դարձնելու, չարչարվելու է, հետևողական է լինելու եւ դա կյանք է կոչելու, պատմության մեջ ձեռագիր է թողելու։ Ես պարտավորված եմ ձեր առաջ ու միշտ ձեր աչքերին նայելու եմ պարզ հայացքով, քանի որ իմ խոսքն ու գործը, ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետայսու համապատասխանելու են իրար, ամփոփում է Գագիկ Ծառուկյանը։